Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Շերամի 53-ի 1 հասցեում բացվում է ԲՀԿ հերթական գրասենյակը։ Այստեղ քաղաքացիներն անկախ կուսակցական պատկանելությունից կարող են ստանալ իրենց մտահոգող հարցերի պատասխանները, ծանոթանալ առաջարկ Հայաստանին ծրագրին։ Շատ կարևոր է, որպեսզի բնակիչների հետ շփումների ժամանակ իրանց տեղ հասցնենք մեր ծրագրերը, ինչպես գիտեք, Մայր Հայաստան կուսակցությունը, դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը մասնակցում են այս ընտրություններին առաջարկ Հայաստանին ծրագրով Բարգավաճ Հայաստանի հետ միասին, որը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը։ Մեր ծրագիրը կոչվում է 10 առաջարկ Հայաստանին, որի մեջ ներառված են նաև Երևանին վերաբերող հարցեր։ Առաջարկ Հայաստանինը մարդկանց բարձրաձայնած խնդիրների ու մասնագետների մշակած ծրագիր է, ուղղված մեր հայրենակիցների արժանապատիվ կյանքի ապահովմանը։ Այն ներառում է բոլոր ոլորտներն ու մատնանշում խնդիրների լուծման ճանապարհը։ Մեր ծրագիրը ընտրական գործընթացին մասնակցող կուսակցությունների ծրագրերից ամենամարդակենտրոնն է։ Ծրագրի կենտրոնում մարդն է, նրա խնդիրները, նրա հոգսերը, այս անարդարության հաղթահարումը եւ բարգավաճ բարեկեցիկ կյանք ապահովելը։ Տարբեր մեր համայնքներում բացելով շտաբերը մենք բացի լոկ նախընտրական գործընթացներից նաեւ շատ կարեւոր ենք համարում, որ մարդիկ, որոնք հենց անմիջապես հեղինակներն են առաջարկ Հայաստանին կոնցեպտի, գան մեր գրասենյակներ կամ մենք իրանց հետ հանդիպենք եւ այն միտքը, որը հենց մարդիկ դրել են առաջարկ Հայաստանի կոնցեպտի մեջ քննարկենք, որովհետև իրականում հիմա իրավիճակը այնպես է, որ ոչ ոք միայնակ չի կարող այս իրավիճակից հանել երկիրը։ Նորաբաց գրասենյակում առաջարկ Հայաստանին նախաձեռնությանը միացած ուժերի ղեկավարներն ու ԲՀԿ ներկայացուցիչները քաղաքացիներին մանրամասն ներկայացնում են ծրագրի դրույթները, պատասխանում նրանց մտահոգող հարցերին։ Վարչական շրջանի խնդիրները գույքագրելու համար գրասենյակի դռները բաց են բոլորի առջև։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։